Կոնստանտին Սոկոլովը դա ռուս օլիգարխ է, միաժամանակ ամերիկացի, ինչու եմ ես համարում նրան ռուս օլիգարխ, որովհետև մինչև օրս մենք գիտենք իր անունը շատ յուրահատուկ ենթատեքստում, նա սեփականատերներ կամ սեփականատերներից մեկը MTS Viva Cell Rostelecom տեղեկատվական բջջային կապի կապուղիների մի ամբողջ ոլորտի, որոնք առաջ պատկանում էին Wimpelcom ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված, դա ակնհայտ է, դա անքննարկելի է, անքննելի է, մի ընկերություններին, ավելի ճիշտ դա պետական մենաշնորհ էր, որը ռուսները ինչպես եւ Գազպրոմը, ինչպես եւ Ռոսնեֆտը, ինչպես եւ երկաթուղիները դրել են Հայաստանի վրա որպես լուծ։ Եվ մենք տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ ռուսները գերադասում են փոխատեղում կատարել եւ ենթադրենք ինչպես վերջերս պատահեց Թեղուտում, Թեղուտը նույնպես հիմա 49%-ով պատկանում է մի ընկերությանը, որը ղեկավարում է նույն Կոնստանտին Սոկոլովը։ Երևի մարդիկ գիտեն ինչի մասին է խոսքը, ես մի անգամ սկսեցի ոչ թե նկարագրելուց, թե ինչ է կատարվել։ Իսկ կատարվել է մի շատ կարևոր զավեշտալի բան, որը մեր մտահոգությունն էր շուրջ 1 տարի, 11 ամիս, ինչ 25 թվականի օգոստոսին ստորագրվեց տրիպի պայմանագիրը, Եվրոպական կուսակցությունը վերապահումներ էր արտահայտում եւ դա թանկ նստեց մեզ վրա, որովհետեւ օրինակ Եվրադաշինքի մեր գործընկերները կարկառուն ջատագովն են տրիպի, որն են մեր անհանգստությունները, մտահոգությունները, վերապահումները։ Եկեք ուշադրություն դարձնենք, որ երբ մեզ ասում են, որ դա Միացյալ Նահանգներն են, որ Միացյալ Նահանգները դառնում են մեր ռազմավարական դաշնակիցը, երաշխավորը, մեր անվտանգությունն են ապահովում, դա այդպես չէ, որովհետև Միացյալ Նահանգները ստորագրել են դա որպես վկա, իսկ գործարքի մասն է կազմում մասնավոր ընկերությունը, որին երաշխավորում է պետքարտուղարությունը։ Եվ հայ-ամերիկյան է այն։ Այո, հայ-ամերիկյան է։ Եվ մենք տեսնում ենք, որ հայ-ամերիկյան գործարքի մեջ հիմա որպես գործադիր տնօրեն արդեն ոչ թե հայ-ամերիկյան, այլ ռուս-հայկական, հայ-ռուսական կամ պարզապես ռուս-ամերիկյան շատ տարօրինակ ծագումով եւ ծագումը ես նկատի չունեմ իր էթնիկ ծագումը, նա հրեա է, բայց դա տվյալ դեպքում այդքան էլ էական չէ։ Էական է այլ բան, որ նա Հայաստանում ներկա էր եւ ներկայացնում էր ռուսական գաղութային ժառանգությունը, որովհետեւ եւ Թեղուտը, որը պատկանում էր ՎՏԲ բանկին, իսկ դա Ռուսաստանի գլխավոր բանկերից մեկն է, եւ Զանգեզուրի բնզամոլիբդենային կոմբինատը, որի սեփականատերներն էին նույնպես ռուսները, եւ բջջային կապի ոլորտները, այդ ամենը եւ շատ այլ բաներ, հանքերը, բանկերը պատկանում են եւ վերահսկվում են Ռուսաստանի կողմից եւ այդ ոլորտից մարդը, որը նվիրաբերում է $12 միլիոն Թրամփին իր պարասրահին, ստանում է այսպիսի արտոնություններ։ Այսինքն ես այստեղ տեսնում եմ մի ախտորոշում։ Հայաստանը ոչ այնքան քաղաքական, որքան ավելի շատ օլիգարխիկ խաղերի մեջ է մտել։ Մտել է որպես պետություն եւ կարևորագույն որոշումները, շատ զգայուն, իրականացվում են մարդկանց շատ նեղ շրջանակի կողմից եւ մի բան, որը վերաբերվում է մեր ճակատագրին, մեր պետականությանը, մեր երեխաների ապագային, մեր պետականության ապագային, կախված է անհասկանալի մարդկանցից եւ որոշումները ընդունվում են ծածուկ, անհասկանալի, ոչ թափանցիկ, ոչ վերահսկելի, հասարակության համար անհասկանալի ձևով։ Ես դրա մեջ տեսնում եմ մեծ վտանգ, որովհետև իրականում մենք տեսնում ենք, որ կան
պետություններ, որոնք շատ ավելի լավ են հասկանում են այդ իրավիճակը, քան հասկանում է դա հասարակությունը։ Օրինակ Ալիևը, եւ բոլորովին պատահական չէ, որ այդ նշանակումից օրեր առաջ, ժամեր առաջ Ալիևը կտրուկ անջրպետ է քաշում իր եւ Եվրոպայի միջև, դուրս բերելով Ադրբեջանը եվրոպական կառույցներից, արդեն իհարկե իմանալով նրան հստակ ասել են ով է նշանակվում, ինչ եղանակով է նշանակվում տրիպի վերահսկողության Ալիևը ժամանակին ասել էր տրիպի մուտքը եւ ելքը գտնվում է Ադրբեջանի տարածքում, նկատի առնելով զավթված Արցախը եւ 100 տարի առաջ զավթված Նախիջևանը։ Այսինքն ասեց նա, մեր ամերիկյան գործընկերները ոչ մի գաղտնիք մեզնից չունեն այս հարցում։ Հետևաբար նա թափանցիկ ակնարկել է, որ նա ոչ միայն տեղյակ է, այլ միգուցե նաև մասնակից է այս ընտրությանը։ Ինչու է սա վտանգավոր մեզ համար, որովհետև Ալիևը շարունակում է հետևողականորեն իրականացնել մեզ համար անչափ ծանր մի նախագիծ մեզ համար որպես պետության համար, որոնք իրենք արդեն անթաքուց անվանում են Իլհամ Ալիևի անվան Զանգեզուրի միջանցք, այդ տրիպը դա խիստ ժամանակավոր է, դա Թրամփին հանգստացնելու, քննացնելու համար է։ Եվ երբ որ մեզ հարցնում են, այս ինչ է, դուք ուզում եք ասել, որ դուք դա հասկանում եք, իսկ ամերիկացիները չեն հասկանում։ Գիտեք, վերջերս Նատանյահուն էր ասել Թրամփին, որ գիտեք Էրդողանը, պարոն Թրամփ, ձեզ խաբում է։ Ես Նատանյահուն չեմ, իսկ Ալիևը Էրդողան չէ, բայց Թրամփը Թրամփ է։ Եվ մենք տեսել ենք ինչպես Ալիևը կարողացավ խաբել Պուտինին 20 թվականից մինչև հիմա։ Գերազանց օգտագործելով բոլոր այն նրբությունները, որոնք նա ճշգրիտ տեսավ, կարդաց, որովհետև նրանց մոտ գործում են ինստիտուտներ, որովհետև դեռևս 20-30 տարի առաջ նրա հայրը Ալիևը լավագույն երիտասարդներին ուղարկում էր սովորելու լավագույն արևմտյան համալսարաններ, Princeton, Harvard, Stanford, եւ իրենք ստացան ինստիտուցիոնալ բյուրոկրատիա, որոնք շատ լավ կրթություն ունեն, ես մի փոքր ծանոթ եմ այդ շրջանակներին, երազանց խոսում են անգլերեն, ունեն կապեր եւ նրանց համար շատ ավելի հասկանալի է անցուդարձը միջազգային, քան այն մարդկանց համար, ովքեր ընդունում են նման որոշումներ Հայաստանում։ Ես այդ կապակցությամբ վերջերս մեջ բերեցի Chandler Good Governance միջազգային քաղաքագիտական կազմակերպության մի հետաքրքիր սանդղակ, դուք եք կարծեմ նկատել դա, որտեղ աշխարհի երկրները տրոհվում են, բաժանվում են եւ գնահատվում են ավելի ճիշտ կառավարման արդյունավետության տեսակետից եւ այնտեղ ցնցող մի բան տեսա։ Մեկ կետը վերաբերվում է հեռանկարային ռազմավարական տեսլականներին երկարաժամկետ տեսլական է կոչվում։ Երկարաժամկետ long term concept, այսինքն քաղաքական ռազմավարություն եւ Հայաստանին 133 երկրներից այնտեղ տրված է 112-րդ տեղ, այսինքն Հայաստանը, որը համարվում է ժողովրդավարական կամ կիսաժողովրդավարական երկիր, որը ձգտում է Եվրամիություն եւ այլն, տրված է ամենացածր գնահատականը։ Դա երկարաժամկետ տեսլական է, այստեղ եթե կարելի է ես ներկայացնեմ Ադրբեջանը որերորդ տեղում է եւ Վրաստանը։ Այո, ասեք Վրաստանն այդքան էլ էական չէ։ Չէ, Վրաստանն էլ, որովհետեւ կան այլ ուրեմն ցուցիչներ եւ այդտեղ բոլոր տեղերում Վրաստանը առաջին տեղում է։ Եվ այսպես երկարաժամկետ տեսլականի տեսանկյունից 133 երկրներից 5-րդ տեղն է գրավում Ադրբեջանը, 32-րդը Վրաստանը, մեջտեղն է, այսպես ավելի բարձր է Վրաստանը մեջտեղից, եւ 112-րդ տեղը Հայաստանը։ Սա ինչպես կարելի է սա բացատրել։ Սա կարելի է բացատրել
միայն մեր քաղաքական տեսլականի բացակայությամբ, ռազմավարական տեսակետից, ես իհարկե չեմ ասում, որ Chandler Good Governance-ը դա ճշմարտության վերջին ատյանն է, բայց դա բավական օբյեկտիվ քաղաքագիտական գնահատական է, որը իր մեջ ներառնում է բազմաթիվ չափանիշներ, եւ նրանք տվյալ դեպքում չեն գնահատում ժողովրդականությունը, մարդու իրավունքները եւ մնացած եվրոպական շռայլությունները։ Նրանք տեսնում են, որ կան պետություններ, որոնք դնում են նպատակ եւ հասնում են դրան։ Եվ ցավոք սրտի, փաստորեն 100 տարի շարունակ Ադրբեջան կոչվող պետությունը, որը ստեղծվեց մոտ 1 դար առաջ, հետևողականորեն շարունակում է հասնել իր նպատակներին մեր հաշվին եւ այդ գործընթացը ավարտված չէ։ Ես բարձրացրեցի այդ հարցը, որովհետեւ հենց այս օրերին, երբ շատերը գնում են արձակուրդ, հուլիս-ավգոստոս ամիսներին վտանգ կա, որ կընդունվեն նոր շատ վտանգավոր եւ ցավոտ որոշումներ անկլավների վերաբերյալ եւ դա ել ավելի կբարձրացնի ցավոք սրտի Ադրբեջանի տեղը այդ երկարաժամկետ քաղաքական տեսլականների, այսինքն քաղաքական ռազմավարական գնահատականը, իսկ մերը 113-ից ել ավելի քիչն է։